Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի մի եթերում, ձեզ հետ է մեզ Բորիս Մուրազիս։ Այսօր ձեր քննարկման եմ ներկայացնելու Պոլիտիկայի մի հոդվածում քննարկված մի հարց, որը վերաբերում է Արտուր Վանեցյանի կողմից, Հայրենիք կուսակցության առաջնորդ Արտուր Վանեցյանի կողմից հնչեցրած մի առաջարկի։ Ես հիշեցնեմ, որ Վանեցյանը օրերս առաջարկեց կամ անհրաժեշտ համարեց, որպեսզի Հայաստանը վերադարձվի նախագահական կառավարման համակարգի մոդելին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք նախագահական համակարգին։ Խորհրդարանական համակարգից պետք է դուրս գալ, վերադառնալ նախագահական ընտրակարգի։ Նախագահական ընտրակարգի վերադառնալուց հետո կարծում եմ նաև, որ պետք է օրինակ մարզպետարանների եւ մարզային կառույցների ինստիտուտը վերացնել։ Ինչի՞ է պետք մարզպետարան կամ օրինակ ոստիկանության կամ ազգային անվտանգության մարզային կառույց։ Մեկը կարա ասես փոքր երկրում այդքան բռնող ու ստուգող ինչի պետք է լինի։ Ինչի համար։ Մարզպետարանը, եթե ծախսային հոդվածը նայում ես, ծախսային հոդվածը 98% աշխատավարձը, 2% պահպանման ծախսեր։ Իմաստը ո՞րն է։ Հիմա դրա համար ես որ ասում նախագահական ինստիտուտը պետք է վերականգնվի 4 հատ 4 ուղղություններով հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք նշանակվի նախագահի լիազոր ներկայացուցիչներ, որ այդ տարածքներում այդ մարդիկ իմանան, որ իշխանությունը, կենտրոնական իշխանությունը ամեն դեպքում մարդ կա, որ էլի օրինակը բերում եմ Արտիկի վրա, որ Արտիկի քաղաքապետը իրան վատ պահի, մարդը իմանա, բնակիչը իմանա, որ կարա գնա ինչ-որ միտեղ, ասի ես մարդը խաբում է ինձ, չի օգնում, իմ հարցերը չի լուծում, օրենքով վերապահված լիազորությունները չի կատարում։ Ես կարծում եմ դա պետք է սարքենք ծրագրային։ Եվ այս հարցը իրականում քննարկման անհրաժեշտություն ունի։ Հոդված այսպես ծայրից չեմ ընթերցի, դուք դրան կարող եք ծանոթանալ Պոլիտիկայի մի կայքում գրավոր տարբերակով, այստեղ փորձենք միասին քննարկել հնչեցված միտքը եւ դրա վերաբերյալ մեր արձագանքը։ 2015 թվականին դուք գիտեք սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան եւ կիսանախագահական կառավարման մոդել ունեցող Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի։ 2018 թվականից եղած իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական կառավարման մոդելը անհամապատասխանելի է Հայաստանի իրականությանը։ Ճիշտ ասած, մինչև 2015 թվականի խորհրդարանական ներողություն սահմանադրական փոփոխություններն էլ դա հասկանալի էր եւ նկատենք, որ 2014 թվականին, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինքն էլ, որ նախաձեռնել էր այդ սահմանադրական փոփոխությունները, ասում էր, որ իր համար առավել ընդունելի է նախագահական կառավարման մոդելը։ Խորհրդարանական համակարգի արդյունավետության հիմնական նախապայմանները հետևյալն են. կայացած կուսակցական համակարգ, ուժեղ պետական ինստիտուտներ, կանխատեսելի անվտանգային միջավայր։ 3 նախապայման ես ընթերցեցի, դուք կարող եք ինքներդ էլ այսպես նայել մեր իրականության եւ վստահ եմ հասկանալու եք, որ մենք այս 3 նախապայմաններն էլ չունենք եւ չենք էլ ունեցել մինչեւ 2018 թվականը կամ ավելի ճիշտ մինչեւ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները։ Ուրեմն գանք 5 կետերի, որոնք հիմնավորում են կամ ցույց են տալիս, որ հիմնավորված է Արտուր Վանեցյանի առաջարկը եւ մենք կարծում ենք, որ սա քաղաքական դաշտում պիտի քննարկվի։ Ուրեմն առաջին կետը անվտանգային ճգնաժամերն են, որ կա Հայաստանի շուրջ, Հայաստանին վերաբերվող վերջին ամենամեծ ճգնաժամը դա Արցախյան պատերազմն էր, որը մեզ համար ավարտվեց ծանրագույն պարտությամբ։ Ուրեմն Հայաստանը շարունակում է մնալ բարձր ռիսկային տարածաշրջանում։ Պատերազմների վտանգը, սահմանային լարվածություն եւ դաշնակիցների անկայուն քաղաքականությունը պահանջում են արագ, կենտրոնացված եւ պատասխանատու որոշումներ։ Խորհրդարանական համակարգում որոշումների ընդունումը հաճախ դանդաղ է բարդ կուսակցական համաձայնությունների եւ ներքին քննարկումների պատճառով։ Նախագահական համակարգում պատասխանատուն հստակ է՝ մեկ ղեկավար, մեկ կենտրոն, մեկ պատասխանատվությամբ։ Եթե հիշում եք պատերազմի աղետալի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ինքն էլ ցույց տվեց խորհրդարանական համակարգի բացերը, երբ հայտարարեց, որ ինքը
թիվ 1 մեղավորն է, բայց արդյոք թիվ 1 պատասխանատուն է, կամ թիվ 1 պատասխանատուն է, արդյոք թիվ 1 մեղավորն է։ Այսինքն այս համակարգը, խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս պատասխանատվությունը ցրել։ Կուսակցական համակարգի չկայացվածություն։ Դրա մասին այդ 3 նախապայմանների մեջ կա։ Հայաստանում կուսակցությունները ինստիտուցիոնալ չեն, կամ ավելի շուտ մեկ ինստիտուցիոնալ կուսակցություն կա, Հայ հեղափոխական դաշնակցությունը, բայց ցավոք սրտի Հայ հեղափոխական դաշնակցությունը այս 35-ամյա անկախության տարիներին նա ցույց է տվել, նորանկախ Հայաստանի 35-ամյա պատմության ընթացքում ցույց է տվել, որ չունի հանրային այնպիսի վարկանիշ, որ մենք կարծենք, որ ինչ որ պահի դաշնակցությունը ինքնուրույն կարող է իշխանություն ձևավորել։ Կուսակցությունները Հայաստանում հիմնականում ձևավորված են մեկ առաջնորդի շուրջ։ Առանցքը առաջնորդն է, անձն է, գործիչն է։ Եվ պետք է ասենք նույնը վերաբերում է նաև հայրենիք կուսակցությանը, որի առաջնորդն է Արտուր Վանեցյանը։ Ցանկացած կուսակցությունում Հայաստանի իրականության մեջ գործող, ցանկացած կուսակցություն, որ հանես առաջնորդին, այդ պահին գործող առաջնորդին, որի շուրջ ձևավորվել է այդ կուսակցությունը, ես կարծում եմ կուսակցությունների մեծամասնությունը ուղղակի կդադարի գոյություն ունենալ։ Այս պայմաններում խորհրդարանական համակարգը դառնում է ոչ թե ժողովրդավարական վերահսկողության գործիք, այլ իշխանության կենտրոնացման հնարավորություն, ինչը մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի դեմքով, իբրև թե խորհրդարանական կառավարման մոդելում ենք եւ խորհրդարանն է թիվ 1 մարմինը հանրապետությունում, բայց Նիկոլ Փաշինյանը դուք տեսնում եք նաեւ խորհրդարանում իր հարազատ խմբակցության նկատմամբ անգամ իրեն այնպես է պահում, կարծեք թե ոչ թե խորհրդարանն է իրեն ընտրել որպես գործադիրի ղեկավար, այլ ինքն է խորհրդարանի падգամավորներին նշանակել որպես падգամավորներ, ամենավառ օրինակը այս մասով այն էր, որ երբ ԿՊԱ-ականներից մեկը դուրս եկավ այդ խմբակցությունից, հեռացավ իշխանություններից, ԿՊԱ-ական մեկ այլ падգամավոր հայտարարեց Վահագն Ալեքսանյանը, որ Նիկոլ Փաշինյանը ուսապարկը ավելի շատ ձայն կհավաքեր, քան այդ падգամավորը, եւ շատերիս համար ԿՊ-ն դարձավ ուսապարկերի խմբակցություն։ Եվ այո, իրականությունն այն է, որ խորհրդարանական երկրում Փաշինյանն ինքն է իր թիմի падգամավորներին նշանակել, չնայած որ ժողովուրդն է իբրև թե ընտրել։ Պետական ապարատում պատասխանատվության բացակայություն։ Խորհրդարանական մոդելը Հայաստանում հանգեցրել է մի իրավիճակի, որտեղ պատասխանատվությունը ցրված է, կառավարություն, խմբակցություն, կուսակցական մարմիններ, պատասխանատվությունը միմյանց միջև են, արդյունքում պատերազմ, կորուստներ, սխալ ռազմավարական որոշումներ, բայց ոչ մի կոնկրետ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Անկամ աղետալի պատերազմից հետո չկա մի պաշտոնյա, որը պատասխանատվություն կրածելի կոնկրետ պարտության համար, ասենք քաղաքական պատասխանատվություն կրի։ Նախագահական մոդելներում դժվար է նման բան պատկերացնել, դուք կարող եք թերթել պատմության էջերը եւ տեսնել նախագահական կառավարման մոդել ունեցող երկրներ, որտեղ պետությունը նման ճգնաժամի առաջ է կանգնում, պատերազմում պարտվում է կամ լրջագույն խնդիրների առաջ է կանգնում, այդ պետության ղեկավարը ուղղակի հրաժարական է տալի եւ կամ հեռացվում է զբաղեցրած պաշտոնից։ Քաղաքական կայունություն։ Խորհրդարանական համակարգը հաճախ բերում է անկայուն դաշինքների, ներքին ինտրիգների, խմբակցությունների պառակտումների, այս ամենը արգելակում է տնտեսական եւ անվտանգային քաղաքականության ձևավորումը։ Նախագահական մոդելը հակառակը ապահովում է ավելի կանխատեսելի քաղաքական ցիկլ, եթե համակարգում գործում են հակակշիռներ եւ վերահսկողության մեխանիզմներ։ Մեր դեպքում խորհրդարանական մոդելը առավել այլանդակ տեսք է ստացել, որովհետեւ իբրև թե կայունություն են փորձել ապահովել եւ առաջ եկել կայուն մեծամասնության այդ սկզբունքը եւ կուսակցություններին տրվում են տոկոսներ, ձայներ, մանդատներ, որոնք իրենք չեն ստացել ժողովրդի կողմից։ Սա էլ իբրև թե կայունություն է ապահովում, բայց իրականում ստեղծում է մի պատկեր, որը չի համապատասխանում իրականությանը կամ ժողովրդի քվեարկությանը, որը նաեւ այսօր մենք տեսնում ենք։ Մշակութային գործոն, սրա մասին նաև սկզբի հատվածում խոսեցինք, Հայաստանում հասարակությունը տարբեր քաղաքական խմբերի աջակցող, քաղաքական առաջնորդների աջակցող քաղաքացիները տեսնում են մեկ լիդերի, ուժեղ լիդեր կամ ուժեղ ձեռք, եթե տեսնում եք նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գրեթե հիմնական ուժերի բոլոր
քարոշչական հնարքները հենց այդ ուղղությամբ են, որ հենց այս մարտն է ուժեղ ձեռքը, չնայած որ իրենք կուսակցություն են ընտրում, ոչ թե առաջնորդի, հա, ինչու է քարոշչությունը այդ ուղղությամբ տարվում, որտեղ կա մշակութային ընկալման հանգամանքը եւ հայ հասարակությունը այդպիսի ընկալում ունի։ Մեր տարածաշրջանում երևի թե բոլոր պետությունները նման ընկալում ունենան, ուժեղ ձեռքի, ուժեղ առաջնորդի եւ թվում է թե ընտրությունները պիտի լինեին ծրագրերի, կուսակցությունների ցուցակների վերաբերյալ, հա, քննարկվեր այս ցուցակնալավ, այն ցուցակնալավ, քննարկվում է միայն առաջին համարը։ Եվ սա եւս խոսում է այն մասին, որ մենք ավելի շուտ հակված ենք նախագահական կառավարման մոդելի եւ մենք պիտի վերադառնանք առնվազն կիսանախագահական կառավարման մոդելի, որը մինչեւ 2018 թվականը եղել է։ Մի պարզ բան ասեմ, տեսեք, նախագահական կառավարման կամ կիսանախագահական կառավարման դեպքում, եթե կան բողոքի ցույցեր, չգիտեմ, հրաժարականի պահանջ, նախագահը ուղղակի հրաժարական է տալիս։ Հայաստանի սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով, եթե կառավարությունից կա դժգոհություն, ուրեմն կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս, հետո պիտի խորհրդարանում մի անգամ առաջադրվի, չընտրվի, մի խոսքով երկու անգամ վարչապետ չընտրվի, նոր խորհրդարանը լուծարվի եւ գնան ընտրությունների, այսինքն նոր իշխանություն ձևավորեն։ Սա եւս խոսում է այս համակարգի աբսուրդայնության մասին։ Եզրափակելով պետք է ասենք, որ Վանեսյանի առաջարկը միայն քաղաքական նախաձեռնություն չէ, այն կարող է եւ պետք է վերածվի պետական կառավարման հիմնարար քննարկման։ Այսօր արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական մոդելը Հայաստանում չի ապահովում այն կայունություն եւ պատասխանատվության մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ծանր անվտանգային պայմաններում ապրող պետությանը։ Արդյունքում օրակարգ է գալիս կիսանախագահական կամ նախագահական կառավարման վերականգնման խնդիրը, ինչը կարող է դառնալ պետական կայունության եւ անվտանգության ամրապնդման գործիք։ Հետաքրքիր է նաեւ այն, որ օրինակ քաղաքական ուժերը շատ չեն քննարկում այս հարցը։ Բայց ես կարծում, քանի որ միտքը հնչեցրել է Արտուր Վանեցյանը, ինքը պիտի նախաձեռնի քննարկումներ այս ուղղությամբ եւ նաեւ այդ քննարկումների գնա խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ եւ ի վերջո մենք հասնենք նրան, որ ընտրությունների, ապագա ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ունենան հստակ դիրքորոշում իրենք իշխանության գալու պարագայում կամ կոալիցիոն իշխանություն լինելու պարագայում իրենք արդյոք փորձելու են Հայաստանը վերադարձնել կիսանախագահական կառավարման մոդելի կամ նախագահական կառավարման մոդելի։ Սա էլ կարծում եմ հավելյալ հանգամանք կլինի, որպեսզի քաղաքացիները գնահատեն այս կամ այն ուժին։ Այնպես որ առաջարկում եմ պարոն Վանեցյանին հետևել իր իսկ առաջարկին եւ այս քննարկումները նախաձեռնել, հանդիպումներ կազմակերպել քաղաքական ուժերի հետ եւ հանրությանը ի վերջո նաեւ հաշվետվությամբ հանդես գալ, թե այս առաջարկը, որ ինքը հնչեցրեց, ինչպիսի արդյունք ստացավ, ինչ կարծիքներ եղան, քաղաքական ուժերը ինչպես արձագանքեցին։ Լավ մնացեք, կհանդիպենք։